հայր նրան երեքույնով նվիրական մեր նշան, թող փողի թշնամուտեմ, թող միշտ բանձա հոգևոր ազգային վճռականությունը 16 նոյեմբերին այսօր ներկաները և լիքը բացականեր իրենց քվեով քաղաքացիական մասնակցությամբ և խիզախությամբ որոշելու են թե մեր հոգևոր հայրաքաղաքի Գյումրվա շարունակվող պայքարի ողջ հայության ապական ինչ ընթացք պիտի ստանա ձեր քվեարկությամբ ողջ Հայաստանը ամբողջ հայությունը որոշելու է մենք ունենալու ենք պետություն և եկեղեցի որ իրար ամբողջացնում են և ոչ թե գիտը մտցնում մյուսի ներքին գործերում մենք ունենալու ենք ապահովված, պաշտպանված մայր եկեղեցի իր մայր աթոռով վերանորոգ, արդիականացնող, ժողովրդին հետ ուղիղ խոսող և երբեք այլևս ենթակա քաղաքական այս կամ այն ազդեցության ունենալու ենք վերջապես Էջմիածնից մինչև Երևան հյուսիսից հարավ մի իշխանություն, որը պատկանում է ժողովրդին ոչ միայն խոսքով, հրետորական հնարքով, այլ ամենօրյա գործով և նվիրումով։ Այս հարցերի պատասխանը մենք պարտավոր ենք միասին տալ, այո, սոցիալ-տնտեսական ամենօրյա խնդիրների բարելավում, այո, հաշվետու պատասխանատու քաղաքապետ և ավականի, որը դարաբում է ժողովրդի ցավերով և ոչ մի արտոնություն, ոչ մի առավելություն այստեղ կանգնածների, այլ քիշեր ցերեկ անմնացորդ ծառայություն, շարքային քաղաքացուն, մեր ազգին, մեր ժողովրդին և մենք միասին իրենց գողքը պիտի կանգնենք երաշխավոր, մասնագից, օրենքի իրավունքի ենթակա որ քաղաքացին Էջմիածնում և Աղաշաբադում Հայաստանի Հանրապետության գյուղացի մարդը, մշակը, մտավորականը, մասնագետը, ընտանիքի հայրն ու մայրը գաղթականը Արցախից հույս չկտրի ապակայի նկատմամբ այդ հույսը, հավատամքը, փառքը դա ոչ թե իշխանավորին, ոչ թե քծնի ինչ-որ մի նկարի կամ ժամանակավոր իշխանի, այլ փառքը դա մեր զինվորներին, մեր հրամանատարներին, մեր շարքային քաղաքացիներին, ովքեր կյանք են տվել և կյանք են տալիս, որ վաղը մյուս օրը Աղաշաբադը և ողջ Հայաստանը ունենա հնարավորություն պահպանելու մեր սահմանը, հետ բերելու պետությունը ժողովրդին և ի վերջո հենց այստեղից սկսած մինչև Երևան և ամենուր ազատագրելու համար մեր հայրենիքը։ Համայնությանը հաղթանակ, հաղթելու ենք Արցախներ հետեք բերելու։ Սիրելի հայրենակիցներ, չնայեք մեծ ու փոքր բաստարների, իշխանական լծակների և չգիտեմ ինչ ռեսուրսների, այլ նայեք ամեն մեկը ձեր մեջ, թե որն է վաղվա օրվա քաղաքը, գյուղը, համայնքը և երկիրը։ Ուզում եք ենթակա գլուխը գախ, ողնաշարը, կիսատ բրատ, մի ժողովուրդ,
որը գախյալ է կամ ինչ-որ իշխանի գիտ, կամ գախյալ է անցյալից, ներկայից, թե ինչ-որ բանից, ինչ-որ մի ազդեցությունից, թե վերջապես պիտի ազատագրենք մեզ և ասենք, որ մենք գախյալ ենք ոչնչից, բացի Աստծուց, հայրենիքից և մեր իրավունքից, այդ իրավունքը, որը մենք բարդավոր ենք վերադարձնել մեր ժողովրդին, և ամեն մեկը այսօր գիտի, իշխանական ցուցակ լինի, թե իշխանադեմ ցուցակ լինի, ընդդիմություն ձևացնող ցուցակ լինի, որ մենք գիտենք և հավատացած ենք, որ այս համեստ, բարգեշտ, միասնական խումբը Փայտյան Արկադիի ղեկավարությամբ իր միջոցով է կազմավորվելու Վաղաշաբադի վաղվա իշխանությունը և դրանից հետո ողջ հայությունը իր ազատագրմամբ իրի կարողանա ասել, որ մենք շանս ունենք, մենք հնարավորություն ունենք այս վիճակից, այս ողբերգությունից, այս շարունակ դալուց մեր ոսկի դղաների, աղջիկների կյանքից հետո վերջ տալ այս ընթացքին, ասել ոչ, հայրենիքը ձեր խաղալիքը չէ, դուք մտածեք ձեր ապակայի համար, ձեր գուսակրոնության մասին, դուք հաշվեք ձեր մեղքերը, հանցանքները, զանցանքները, հայոց ապակա արդարադատության առաջ ձեր խոսքը պատրաստեք և ոչ թե սպասեք, որ մեկ ուրիշը հոգևորական լինի, թե շարքային քաղաքացի ինքը բարդավորը սկա պատասխանել ձեր հրեդորական մտավարժակներին։ Որքան ուզեք հարցակվեք այս ժողովրդի վրա, այստեղ հավաքված հերվից մեզ հետևող, հարցակվեք հոգևորականների վրա, մայր եկեղեցու ուղղությամբ, հարցակվեք ընդրված քաղաքապետերի և գյուղապետերի վրա, փաստաբանների վրա, լրագրողների վրա, այսօր երկու հաղորդավարի վրա, հարցակվեք որքան ուզում եք բոլոր ուղղություններով, կոչնելով հայրենիքը, ժողովրդին բարդության, կապիտուլացիայի տանելով, չկարողանալով պաշտպանել սուրբ սահմանը, հիմա դիմակներով գալիս եք ժողովրդի, թիրախ եք բռնում, որտեղ կա մի ազատ հայ մարդու քաղաքացու ձայն, որ ասում է ոչ, այլևս երբեք չենք շարունակելու այսպես։ Այնպես որ ժողովուրդ, ինչպես ասել ենք ամբիոններից շարունակ, 10-20 տարիներ շարունակ ժառանգությունը դա գուսակցություն չէ, դա համազգային դրոշ է, որ պատկանում է բոլորին։ Չկա և չի լինելու փրկիչ մեզ մոտ, լինելու է մի հավաքական բռունցք, որ վերջապես դեր է կանգնելու մեր ամբողջությանը, մեր ողջ ժառանգությանը, անցյալից մինչև այսօր և վաղը, մեր բոլոր վաստակը, ամբողջ նվաճումը, հերոսականությունը, սխալը, վայրեջքը, այդ ամբողջը մերն է և իրականության դեմ հանդիման մենք բարդավոր ենք ասել, որ մենք յուրաքանչյուր քաղաքական բանդարգալի կողքին ենք, լինի դա Երևանում, թե Բաքվում, մենք հանձնարարու ենք, որ վերջապես հայոց պատկանող իրավունքը, Էջմիածնի քաղաքացու պատկանող իրավունք, ուրիշին չտանք, ներքին գամարդակին հագարագործին թշնամուն չտանք ազատություն, ինքնիշխանություն, ամբողջականություն, որ հետո ինքը մեր նկատմամբ պատասխանի։ Այս ամեն ինչը սիրելի հայրենակիցներ մեր ճանապարհն է։ Վաղը մյուս օրը թող ոչ մեկը ոչ մյուսին չմեղադրի։ Ոչ մի ցուցակ հիմա չգարձի, որ ինքը Աստծո դրվածն է, չմեծամտանա, չմտնի երեսպաշտության դաշտ և հասկանա, որ այստեղ կանգնած
փայլուն համակարգացիները ձեզ հետ մեկտեղ, ձեր միջի աստղերի հետ մեկտեղ, նվիրյալ պետական համայնքային գործիչների մեկտեղ գերդելու են հավաքական պատասխանատվություն, այնպիսի իշխանություն, որ Էջմիածինը երբևէ չի տեսել, Արմավիր մարզը կտեսնի այսօր կամ վաղ կամ մյուս օրը, իսկ Հայաստանի Հանրապետությունը պարտավոր է մեր կյանքի օրերին, ոչ թե հետմահու, մեր կյանքի օրերին տեսնի մեր քաղաքը, մեր երկիրը, մեր պետությունն ու հայրենիքը ազատագրված։ Ազատագրման օրը 16 նոյեմբերին է, պիտի շարունակենք սա քար առ քար գառուցելով այդ հաղթանակը, այդ ավական, որ այս խոսքերից հետո, հարցազրույցների, ջարերից, չգիտեմ, ամեն ինչից հետո դառնալու է ամենօրյա կյանք, ամենօրյա սովորական կյանք, որտեղ ձեր նոր համայնքապետարանը, ձեր նոր համայնքապետը եւ ավականին առաջ է գնալու ձեզ հետ միասին, անկախ ձեզանից, ձեզնից հեռու էլ ոչ մի բան, ամեն ինչը մաքուր, թափանցիկ, ամբողջական եւ վերջապես մեր փրկությունը պիտի չփնտրենք արտասահմաններում, այս կողմ կամ այն կողմ, բոլորի հետ հավասարի հիմնվելով մեր ազգային շահի Էջմիածնակենտրոն, Հայաստանակենտրոն նոր քաղաքականությամբ։ Գեցե Էջմիածինը, Վաղաշաբադը, գեցե շարքային հայ մարդը պայքարող, գեցե Մայրաթորը եւ գեցե Հայաստանի Հանրապետությունը։